Բարի բոլորին, ուրախ ենք ողջունելու ձեզ նավիգացիա արվեստի միությունում և այսօր ինձ համար շատ ոգեհարազատ միջոցառում է, որովհետև մտովի տեղափոխվեցի նորից Շուշի, նավիգացիա արվեստի միության Շուշիի մասնաճյուղի տանիքի ներքո կատարված մեր միջոցառումները հիշեցի իմ հաղորդավար կամ իմ վարած միջոցառումները հիշեցի և ինչ-որ ապրումներ եմ ապրում, մի քիչ դժվար է և խոսել զուգահեռ տանելով Երևանի կենտրոնի հետ, Շուշիի կենտրոնի հետ։ Շնորհակալություն ձեզ և սկսենք մեր միջոցառումը։ Այսօր նավիգացիա արվեստի միության հերթական հրատարակության ներկայացումն է Արցախ կանչում գիրք ալբոմը։ Արցախ կանչում ալբոմում ընդգրկված են 13 ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են երաժշտագետների կողմից գրի արված Արցախի ժողովրդական տարբեր ժանրերի երկրագործական երգեր, օրովելներ, կանանց աշխատանքային երգեր, ծիսական, հարսանեկան բարերգեր և քնարական երգեր։ Գիրքը երկլեզու է, հայերեն և անգլերեն։ Գրքի մասը նվիրված է արցախյան բարբարող ժողովրդական երգերին։ Գիրքը նկարազարդված է Շուշիի բնապատկերներով, իսկ գրքի մյուս մասում տեղ են գտել Արցախի եկեղեցիների պատմական, մշակութային և տեսարժան վայրերի լուսանկարները։ Իհարկե մենք կտեսնենք նաև նավիգացիա արվեստի միության Շուշիի մասնաճյուղի մասին պատմող հատվածը, նվիրված հատվածը։ Սիրով բեմ եմ հրավիրում Արցախը կանչում է գրքի երազական խոսքի հեղինակ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագիտ աշխատող, դոցենտ, արվեստագիտությունների թեկնածու Մարիաննա Տիգրանյանին։ Խնդրեմ։ Այսօր շատ ուրախալի օր է մեր քաղաքական տխուր զարգացումների մեջ։ Արցախը չունենք այսօր, հուսանք ժամանակավոր, բայց ունենք Արցախի մշակույթը։ Շատ ուրախ եմ, որ ճակատագիրը այնպես դասավորվեց, որ Լուսինեի հետ հանդիպեցի և այս հրաշալի գործը նախաձեռնեց Լուսինեն։ Իմ դերը շատ համեստ է այս գործում, քանի որ ինչպես ներկայացրեցին, ես Գիտությունների ազգային ակադեմիայում եմ աշխատում և այնտեղ մի հրաշալի ֆոնդ կա։ Այդ ֆոնդը Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում կուտակված նյութն է, ամենահինը հանրապետությունում, որը ունի շուրջ 60,000 ձայնագրալ նմուշ։ 1927 թվականից կուտակվում է նյութ առ այսօր։ Եվ այդ հսկայական ֆոնդում կան ուրեմն գիտարշավներ, որը նվիրված է Արցախին։ Դա 1957 թվականին մեր հրաշալի երաժշտագետ, կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի գիտարշավն է դեպի Արցախ և մեկ տարի անց 1958 թվականին, այսինքն Արցախ ասելով հասկանում ենք, որ դա Լեռնային Ղարաբաղն էր, որը այն ժամանակ Ադրբեջանի կազմում էր, և 1958 թվականի Մաթևոս Մուրադյանի գիտարշավը։ Այս գիտարշավները շատ արժեքավոր են, որովհետև առաջին նպատակային գիտարշավներն են դեպի Արցախ աշխարհ, երբ որ ձայնագրվեցին երգեր։ Այդտեղ գործիքային երգեր են տարբեր ժանրերի, և հորովելներ, և կանանց աշխատանքային, և կատակերգեր, և իհարկե պարիղանակներ, որտեղ Արցախ աշխարհը շատ հարուստ է գործիքային երաժշտությամբ։ Մինչ այդ երկու խոսք ուղղակի ասեմ, դուք գիտեք ինչքան հին է Արցախը և դեռ հիշատակվում է սեպագիր արձանագրություններում, իսկ Արցախի բանահավաքչական աշխատանքներով զբաղվել են շատ ավելի շուտ, քան Էջմիածինում կամ Ալեքսանդրապոլում, երբ որ գիտակցել են, որ բանահավաքչական աշխատանքները կարևոր են և պետք է զբաղվել բանահյուսության նյութերը գրառելով։ Ավելի շուտ են հրատարակվել այնտեղ ժողովրդական հեքիաթները։ Պետք է հիշենք Բահադրյան եղբայրներին, նրանցից մեկը Ավետիքը 4 եղբայրերին, շուշեցիներ, մեկը ամենակարևոր ուսումնասիրության հայոց տաղաչափության հեղինակն էր, որը շատ բարձր էր Չարենցը գնահատում։ Պիտի հիշենք Դադյանի եղբայրների։ Խաչատուր Դադյանից, Խաչիկ Դադյանից Կոմիտաս վարդապետը 19-րդ դարի վերջում գրի արել
շատ հայտնի մի հորովել, բոլորը դե գիտեք։ Ձիգտու խաշի հայեզը, արավո, արավո, այս հորովելը վարանդայի հորովել է, ներկայիս Մարտունու շրջանի հորովելն է, որը Կոմիտաս վարդապետը գրարեց և հետո 10 հորովել հերթով գրի արել տարբեր մարդկանցից, տարբեր վայրերում, Ռոբերտ Աթայանը ասում է, որ նա չի եղել Արցախում, բայց շատ հետաքրքրված է եղել Արցախի ֆոլկլորով։ Ուրեմն առաջինը պիտի հիշենք Կոմիտաս վարդապետին, պիտի հիշենք Ստեփան Դեմուրյանին, մեր նվիրյալ երաժշտագետներից, որը աշխատեց հոգևոր դպրոցում և աշխատեց ռեալական ուսումնարանում, նաև զբաղվեց բանավակչական գործունեությամբ։ Եվ Ստեփան Դեմուրյանի շնորհիվ գրի արվեցին երգեր Արցախում, որ հետո Սանկտ Պետերբուրգում լույս տեսավ, դա առաջին ժողովածուն էր եվրոպական նոտագրությամբ, չլսված բան է, պատկերացնում եք դարասկիզբ 1904 թիվ։ Եվ ուրեմն պետք է հիշենք Գրիգոր Սյունուն, շուշեցի, որը գործեց, ծնվել էր Շուշիում, աշխատեց, խմբավար, կոմպոզիտոր, դարձյալ բանահավաքչական գործունեությամբ էր զբաղվում և հետո գնաց Միացյալ Նահանգներ, այնտեղ հրատարակեց արցախյան երգեր։ Պետք է հիշենք Ռոմանոս Մելիքյանին և Արամ Քոչարյանին, շատ կարճ ժամանակ, մի կես տարի են ապրել Ստեփանակերտում, հրավիրվել էին 1925 թվականին, որպեսզի հիմնադրեն ուսումնարան երաժշտական, ու սկզբից կոնսերվատորիա, բայց պետք էր մինչև այդ ուսումնարան, Ադրբեջանի իշխանությունը ամեն ինչ արեց, որ խափանի այդ գործը խանգարի, լավագույն է Արամ Քոչարյանի գլուխը հետո չկերան, 3 տարի այդ գործով դատեցին, գնաց Ալտայում նստեց, բայց շարունակեց բանավակչական գործեր։ Այսպիսի նվիրալներ են եղել և նորից կրկնեմ մեր ուրեմն Ռոբերտ Աթայանին և Մաթևոս Մուրադյանին։ Ես ես շատ չհոգնեցնեմ, ասեմ, որ բացառիկ երգեր այսօր կհնչեն Լուսինեի կատարմամբ, որովհետև առաջին անգամ են հնչում։ Սրանք արխիվային նյութեր են, մենք վերծանել ենք և Լուսինեի հրաշալի կատարմամբ և այս շքեղ նվագարաններ խմբի կատարմամբ դուք այսօր կընտրեք այդ երգերը, որոնք շուրջ 80 տարի առաջ են գրի արվել, ձայնագրվել։ Այսքանը թերևս մաղթում եմ ձեզ հաճելի ունկնդրում, շնորհակալություն։ Արցախ կանչում է գիրքը նկարազարդվել է Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի նկարչության խմբի ուսուցիչ գեղանկարիչ Սամվել Թավադյանը, ով երկար տարիներ դասավանդել է Շուշիի կենտրոնում։ Ներկայումս Սամվելը ստեղծագործում է նաև Երևանում և մեր ցուցասրահում դուք կարող եք դիտել Սամվել Թավադյանի գեղանկարները։ Ալբոմում տեղ գտած լուսանկարները մեծ սիրով տրամադրել են լուսանկարիչներ Հրայր Բազե Խաչերյանը և Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի աշխատակից Վլադիմիր Գևորգյանը իրենց անձնական արխիվներից։ Իդեպ այժմ Վլադիմիր Գևորգյանը Նարեկացի արվեստի միության թատերական խմբի ղեկավարն է։ Արցախյան երգերը գոհարներ են, որոնք զարդարում են հայկական մշակույթը։ Այն պետք է պահպանել ու փոխանցել հաջորդ սերունդներին։ Արցախյան երգերը միայն արցախցիների համար չեն, այլ աշխարհասփյուր ողջ հայության։ Դրանք կոչ են համախմբումի, միասնականության, կոչ փրկելու մնացածը, վերադարձնելու կորցրածը։ Խոսքերի հեղինակն է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Ալինա Խալևանյան։ Ողջունել բոլորին, ովքեր այսօրվա օրը անցկացնում են միասին այս գեղեցիկ սրահում, այս հիանալի տանը, որը դարձել է արվեստի կենտրոն և հսկայական հայրենանվեր գործ է անում արվեստը հանրայնացնելու, արվեստը պահպանելու գործում։ Մարիաննա Տիգրանյանը հիանալի խոսք ասեց և նկարագրեց, թե ինչ հիմքերի վրա է այսօրվա մեր համերգը, որ ինչ է պահպանվում արվեստի ինստիտուտում, իսկ արվեստի ինստիտուտը հսկայական գործ է անում, և ես պիտի ասեմ, որ Արցախը մեզ համար ոչ միայն մի ցավոտ կետ է, որ անընդհատ ցավեցնում է և հիմա
մեզ վրա բոլորիս դրամատրության վրա ազդում, բայց Արցախը հսկայական արվեստասեր կենտրոն է։ Արցախը իր լեզվով, իր յուրահատուկ երաժշտական մտածողությամբ, որը տարբերվում է մյուսներից։ Հայաստանը մեծ երկիր է եղել ժամանակին, հիմա է այսպես փոքր մի բուր Հայաստան դարձել, բայց մեր պատմական ռեգիոնները ամեն մեկը ունեն իրենց ունիկալ դեմքը, իրենց յուրահատուկ դեմքը։ Վասպուրականցին այլ կերպ է երգում, մշեցին, ասացին ուրիշ կերպ է երգում, բոլորը հայ են, բայց նրանք ամեն մեկը ունեն իրենց յուրահատուկ երաժշտական մտածողության յուրահատուկ գծերը, եւ Արցախը նույնպես ունի, եւ Կոմիտասը ժամանակին ասել է, որ հայ մշակույթը, ինչպես եւ լեզուն ունի բազմաթիվ բարբառներ, երաժշտությունը նույնպես բարբառներ ունի եւ այդ բարբառները պետք է ուսումնասիրել։ Եվ այսօր այս համերգը, այս միջոցառումը, այս հավաքածուն արցախյան երաժշտության առաջիկ հայրերից մեկն է, որ սկսվի ուսումնասիրել Արցախի յուրահատուկ, յուրակերպ, շատ գեղեցիկ զարգացած երաժշտական մտածողությունը, երաժշտական լեզուն։ Արցախը ուժեղ է նաև իր գործիքային արվեստով։ Ամբողջ ռեգիոնում նա միշտ երևելի է եղել, բոլոր դարերում, բոլոր ժամանակներում։ Երևակայեք են գիրքը, որ Ադրբեջանում հրատարակվել է Արցախի երաժշտական գործիքային արվեստի մասին, 80%-ը հայերեն։ Քան է ճիշտ բանս։ Այո։ Ամբողջ կատարողները, կատարողական արվեստը հայերի ձեռքերում էր։ Ինչ եմ ասում այն անվանումը, որ գրքալեզու մարդիկ տվեցին այս տարածքին, Արցախին։ Ժամանակին, հնագույն ժամանակներում այս տարածքը կոչվել է Ղարաբաղ, որ նշանակում է առաջնային բալ տարածքը։ Եվ նման հնչողությամբ սրանք դարձրել են Ղարաբաղ, Սևբաղ, ով է տեսել Սև այգի։ Ղարաբաղն է դա փաստորեն, հնագույն անվանումը այս տարածքի։ Այնպես որ Արցախը կեցե, Արցախը պիտի ապրի, Արցախը պետք է երևա իր գեղեցիկ արվեստով եւ ես ուզում եմ ասել, որ հսկայական աշխատանք է կատարվել, որ այսօր կայանա այս համերգը։ 2 տարվային աշխատանք է, տաժանալի աշխատանք, նվիրյալ, այո, նվիրյալների աշխատանք եւ դա պատահական չէ, որ այս տարածքում է, այս հարկի տակ է, որտեղ Նարեկը հսկայական գործ է անում հայ մշակույթի հանրայնացման, ծաղկման համար եւ այս երեխաներին դաստիարակելու հայեցի ոգով։ Սա շատ մեծ առաքելություն է։ Եվ այս համերգը կայանալու աշխատանքներում հսկայական աշխատանք են կատարել այս երաժիշտները եւ նրանց ղեկավարը։ Եվ ես լսել եմ նրանց կատարումները, շատ հարազատ է, չափազանց հարազատ է, մտածված, գեղեցիկ, ոչ մի խաթարում ոճից, ոչ մի խաթարում ճաշակից հայեցի կատարման ճաշակից, այնպես որ ես շատ շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ այս աշխատանքը կատարելու համար եւ այսպես հիմա կլսեք ինչպես են հնչեցնում նրանք Ղարաբաղյան արվեստը եւ Լուսինեն, որը շատ նվիրված իր ամբողջ ջանքերը դրեց այդ գործում եւ պիտի ասեմ, որ դասական վոկալ սովորած վոկալիստը միշտ չէ, որ կարողանում է իր ազգային երգը, ազգային հարազատ ոգով ներկայացնել, Լուսինեն կարող է։ Շատ շնորհակալ եմ։ Իսկ նոր է երաժշտական մասը։ Բեմում է Նարեկացի նվագախումբը, երաժշտական ղեկավար, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թարահար Արտեմ Խաչատուրը։ Ձեր համար կհնչի կարիղանակ Շուշի, մշակում է սա։
Բեմ հրավիրենք քնար հոգևոր եւ ժողովրդական երգերի խմբի սաների։ Խմբի գերստական ղեկավար մեներկչուհի Լուսին Վանես։ Նշենք, որ Լուսին Վանեսը ղեկավարել է Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի հոգևոր եւ ժողովրդական երգի խումբը, ինչպես նաեւ Շուշիի Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու երգչախումբը։ Քնեցել, հրեցել, խնոցու երգ, մշակումը Արտեմ Խաչատուրի։ Ապրուստի դժվարության մասին է խոսում նաև խնոցու երգում, որպես կանոն իր բոլոր գանգատների հայկինը պատմում էր սիրելի գործիքին, առանց որի անհնար էր պատկերացնել հայ ընտանիքի գոյությունը։ Մտաղինի ծզակա
Դոկտոր Արցախյան ժողովրդական հարսանեկան կատակերգ մշակումը Արտեմ Խաչատուրի հարսանեկան ծեսի անբաժան ուղեկիցն են եղել հրացանային կրակոցները աղմուկն ու աղաղակը ինչի ունեցել է չարը խափանելու նպատակ Նախշում բաջի, Արցախյան ժողովրդական բարերք Նախշում բաջին Արցախում տարածված և սիրված բարերք է It's a
Ճոխ ծաղկեն կենաց, հարսենեկան երկ, խոսք Ալեքսանդր Մանասյանի, երաժշտությունը Արտեմ Խաչատրյանի, այս երգը ժողովրդական չէ, այլ հեղինակային։ Արցախյան ժողովրդական պարերք։ 14-ը Արցախում տարածված և սիրված պարերք է, որի անվանումը բխում է պարաքայլերի և ոտքերի քանակից։ Yes,
սկսեցինք ընդամենը 5 կատարում, իսկ ում գտած բոլոր երգերին կարող եք ծանոթանալ գրքի վերջում QR կոդը սկանալուց հետո։ Հարգելի հյուրեր, ավարտին է մոտենում մեր միջոցառումը եւ ժամանակն է մեր շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին գրքի ստեղծմանը։ Եվ այսպես, Նարեկացի արվեստի միության աշխատակազմին, Նարեկացի նվագախմբի երաժշտներին, իդենից երաժշտական ղեկավար Արտեմ Խաչատուրին։ Գրաֆիկ դիզայներ Վարանք Քանդիլյանին, նկարիչ Սամվել Թավադյանին, լուսանկարիչներ Հրայր Բազեին և Վլադիմիր Գևորգյանին, ինչպես նաև լեզվաբան, բառանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, դոցենտ Արմեն Սարգսյանին երգերի խոսքերը արցախյան բարբառով տրամադրելու համար։ Ողջունում, որ պարոն Սարգսյանը եղել է իմ ուսանողական տարիների դասախոսը։ Եվ հրավիրենք Նարեկացի արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանին, ով մանրամասն մեզ կպատմի գրքի ստեղծման մասին, մտահղացման մասին։ Խնդրեմ։ Շնորհակալություն, բարով եք եկել։ Հունցուկ։ Չգիտեմ բոլորդ իմացաք, Միքայելը Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի տնօրենն է եղել։ Երկար տարիներ։ Մի բա մտածենք ինչու Շուշի։ Ոնց եղավ, որ Նարեկացի արվեստի միությունը ունեցավ Շուշիում հենց մասնաճյուղ։ Ինչու ոչ ուրիշ մի տեղ։ Այստեղ, որ մենք հավաքված ենք, 2004 թվականի սեպտեմբերի 5-ին դռները բացվեցին։ Բայց անգե 2 տարիներ առաջ, 2002 թիվ, ճակատագիրը կամ ի վերուստ այնպես էր դասավորված, որ մի քանի խենթ ընկերներով ցուրտ սմեր ճանապարհները ձյունով չգիտեմ, տարի կես մետրից ավել ձյուն էր եկել, ճանապարհները փակվել էին, բայց մենք որոշեցինք գնալ Արցախ։ Եվ այդ ճանապարհը տևեց 3 օր, որովհետև մի կերպ հասանք Սիսիան, որտեղ ճանապարհները արդեն 2 մետր ձյուն էր, փակ էին, եւ գիշերվա 3-ին բարեբախտաբար ես ունեի նկարիչ ընկեր, որը զանգեցինք, միան լավ ընկերներն են գիշերվա կեսին, որ զանգում եք, ասում եք, մենք Սիսիանում ենք եւ տեղ չունենք մնալու։ Ասում են, չէ, ունենք տեղ մնալու, եկեք։ Ու հաջորդ օրը Լաչինում, մյուս օրը արդեն հասել ենք Շուշի։ Այդ ժամանակ ազատագրված այդ հողերը, տարածքները դրամատրվում էին մարդկանց այն պայմանով, որ իրենք կառուցեն։ Եվ իմ մոտ քաղաքապարը ծնավ, եւ այդպիսի քաղաքապարներ միան դրվում են ի վերուստ։
որովհետև մարդ մի քիչ խենթ պիտի լինի, որ մինչև վերջ, եթե քաղաքարը ծնվում է, ինքը ուխտ է անում, ուխտի նման է։ Խենթի նման հալածել այդ քաղաքարը մինչև վերջ, մինչև որ այդ փլատակ շենքը կառուցվեց։ Ինչպես կառուցվեց, ինչ դժվարություններով անշուշտ մեծ ներդրում կա այնտեղ, որտեղ մասնակցել է հանգուցյալ հայրս Կարապետ Հարությունյանը և մեծ եղբայրս Սարո Հարությունյանը։ Եվ 2006 թիվ օգոստոս 31 թվականին բացվեցին Նարեկացի արվեստի միության Շուշիի մասնաճյուղի դռները։ Եվ մենք այնտեղ 14 տարի ծառայեցինք։ Միանշանակ Աստծո ցերկը խառն էր եղել այս ամեն ինչի մեջ, որովհետև մենք կարող ենք, մեր ընտանիքը կարող է Հայաստանի մեջ այդ ժամանակ առիթ կար սահմանամերձ գյուղի մեջ նույն բանը անել։ Բայց չէ, եղավ Շուշիում։ Եվ 14 տարի հետ 2020 թիվ մենք գործընծուցինք Շուշին, գործընծուցինք հետո Արցախը։ Իսկ բոլորը հայերի մոտ և սրծավ մարդկանց մոտ հարաճանում է, ինչու։ Ինչու գործնինք։ Մեկնաբանությունները շատ են, բայց ես միշտ քանի որ նախախնամության հավատում եմ, որ նաև եթե մարդիկ հեռանում են Աստծուց մե, իրենք խոցելի են դառնում։ Իսկ մոտենում ենք Աստծուն, Աստված անպայման ճանապարհը ցույց է տալիս։ Նա չկենտրոնանանք ինչու ենք կորցրել, կենտրոնանանք ինչպես կարելի է վերականգնել։ Եվ ես համոզված եմ, որ միայն Աստված կարող է ճանապարհը ցույց տալ, եթե մենք արժանի լինենք։ Եվ արժանի կլինենք մենք բոլորով Նարեկացի արվեստի միության առաքելության մեջ մտնում է այդ Աստծո մոտենալը։ Լինի արցախյան երգերով, լինի երեխաներու ձայնով, լինի երաժիշտների լույսով և մեղեդիներով, այս ամեն ինչը ժառանգությունն է մեր, որ ամեն մեկս ունի իր բարդականությունը այդ ճահը բարձրացնելու և այդ ճարակայթները արձակելու։ Եվ այս գրքույկը շատ ավելի է, քան փոքրիկ մի հատ գրքույկ։ Ինքը նաև հուշեր են, ինքը նաև ջիչ է, ինքը գոչ է, ինքը աղաղակ է։ Ամենավերջում աղոթքներ են իրենք այս երգերը ամեն մեկը։ Եվ այս ամեն ինչ այդ 14 տարվա մեր ծառայության նաև շարունակությունն է։ Եվ ես չեմ հավատար, որ այնտեղ ինչ որ կատարվեց այդ տարիներուն իզուր էր, բացառվում է։ Որտև բոլոր այն մարդիկ, որ եղել են այնտեղ, և Շուշիի Արցախյան հողը, զգացել են այդ հողի ուժը, թրթիրները, հնարավոր չի, որ իրենք ավելի լավ են հասկացել այդ ամեն ինչի կարևորությունը և որ անհնար է, որ այդ ամեն ինչ շարունակություն չունենա։ Փաստ այսօր այս փոքրիկ գրքույկի մեջ առաջինը Լուսինեն գալիս, որովհետև մի գեղեցիկ օր, երբ որ Արցախում էի, Ղազանչեսոց եկեղեցիի մեջ հնչեց ոնց որ մի հրեշտակի ձայն։ Ես չէի ճանաչում, չգիտեի ով է, և կողքի ընկերս հարցրեց, որ այդ աղջիկն է երգում եկեղեցիի մեջ, խմբավարն է։ Հետո եկեղեցից դուրս գալուց նախքան Լուսինեի մորն եմ ծանոթացել,
ուզեցել եմ իրենց Լուսինեին հրավիրել Նարեկացի, որ ինքը դասավանդ է մեր սաներին, մեր աշակերտներին հոգևոր երգեր եւ անշուշտ ժողովրդական այդպես ծնավ այդ ամեն ինչը եւ հետո դարիներ անց նույն բանը Լուսինեն շարունակում է այստեղ եւ քաղաքապարը երբ որ ծնավ Նարեկացի արվեստի միության առաքելության մեջ մտնում է այդ ամեն ինչին լինել պահապան Եվ Լուսինեն ստանցնեց այդ առաքելությունը և աշխատեց 1-2 տարի հետազոտություններով, բրբտումներով։ Անշուշտ այդ ամեն ինչի մեջ շատ մեծ դեր ունի Արտեմ Խաչատուրը, որտեղ բոլոր երգերի մշակումը իրն է և նաև երկու երգերու հեղինակն է ինքը։ Եվ միասին աշխատեցին նվիրված, այդ նվիրվածությունը գիտեք պիտի չկարողանամ նույնիսկ բնութագրել ոնց է մարդ այդքան սիրով նվիրվում կարևորագույն ազգանվեր աշխատանք բառը նույնիսկ ճիշտ չէ, որովհետև դա իրենց կողմից նվեր է հայ ժողովրդին Այս գրքի մեջ նաև այդ շարունակությունը կտեսնենք այս նկարները, որ տեսնում եք բոլոր ցուցահանդեսի նկարները Սամվել Թավաթյանն է այստեղ նստած է բարի իր որդու հետ եւ ինքը նաև դասավանդում էր նկարչություն, ինքը լինելով շատ տաղանդավոր նկարիչ, նաև դասավանդում էր հենց Նարեկացի Շուշիում նկարչություն Այս գրքի մեջ նաև կան լուսանկարներ Լուսանկարիչը Վովան նստած է Հավասիկ եւ ինքը նաև Նարեկացի Շուշիում դասավանդում էր թատրոն լուսանկարչություն ինքը մասնակցում էր ամառային այնտեղ ջամբար կայացում էր Հայդուկ Շամիլյանի ընտանիքը որ գալիս էր եւ այնտեղ նվիրված իրենք հարյուրավոր աշակերտներ են ունենում եւ դասավանդում եւ Վովան մասնակցել է այդ ամեն ինչին։ Եվ այսօր Վովան Նարեկացի արվեստի միություն այստեղ Երևանում շարունակում է իր թատերական խումբը։ Այս գեղեցիկ պատկերազարդումները, դիզայնը, լեյաութը կպատկանի Վարանդին, Կանդիլյանին եւ դիեկտիկինը, որ կողքը նստած է Արցախից է, իրենց զավակը իրենք մեր հետ են եւ Վարանդի հետ բավական երկար աշխատել ենք, որ հասնի այս բանին, բայց եթե ինքը իր չլիներ իր նվիրվածությունը, սերը, հարկանքը Չեմ կարծել մենք գունենայինք այսպիսի արդյունք։ Դանիելին շնորհակալություն պետք է հայտնենք, որովհետև Դանիելը մի հրաշալի անձնավորություն, որ ապրում է Բոստոնում, մի օր կապվում է, ասում է ես Նարեկացիի մասին լսել եմ, եւ ես ուզում եմ իմ բոլոր բաներով Միկրոֆոններով, ձայնակության բոլոր գործիքներով կամ հասնեմ Հայաստան եւ ձայնակրեմ ծեր նվագախումբը։ Եվ այդ ժամանակ մենք աշխատում էինք, բադաղական բան չկա, հենց այս արցախյան երկերու վրա եւ ինքը եկավ, այդ ամեն ինչը նվիրված աշխատեց, ձայնակրեց Արտեմի հետ միասին, Լուսինեին հետ եւ այդ ամեն ինչը մեզի նվիրեց վերջում։ Իրեն էլ շնորհակալություն Եվ գիտեք, այստեղ շատ կարևոր մի բան կա, մի բահ կա, որ ինչու եմ համոզված ասում, որ այս ամեն ինչ ունի շարունակություն, ոչ թե որովհետև ասելու սիրուն ինչ-որ բան եմ ասում։
Եվ մեր բոլորս մեր մեջ ունենք բահեր, որոնք մեզի կասկածի տակ են դնում ամեն ինչ։ Չարը մտնում է մեր մեջ, չար մտքեր են սկսում հարձակվել եւ մենք սկսում ենք կասկածի, արդյոք տենց էր։ Արդյոք կորցրինք ու կորցրինք ամեն ինչ։ Արդյոք այդ ամեն ինչը հավերժական հեռացավ։ Եվ այս մտքերը հենց նստած ես ցեզ ունգընտրում եմ ու սկսեցին ինձ ներխուժել իմ մեջ։ Ու այդ կասկած, այդ պահին իմ դուստրը, իմ աղջիկը քնարիգը եկավ, նետվեցավ իմ ձունգիս վրա, այս գիրքը վերցրեց, բացեց այս նկարը, այս նկարին, չէ, ներողություն, այս նկարն էլ բացեց, բայց այս նկարը, որ ինքը ճիշտ է որ Ստեփանակերտն է, բայց ինքը մատը դրավ այս տան վրա, ասաց մեր տունը հարիքն է ուր է մեր տունը ապրես խորհրդանի շահիտ է ինքը ինչպես որ ամեն ինչ ի վերուստ է տրվում մեզ բատկամը ի վերուստ դրվեց մեզ մեր տունը Շուշիում է բայց դա չէ էականը բատկամը այն է որ իր միջոցով մեզի բատկամ է տրվում որ մենք ունենք մեր տունը այնտեղ շատերս հայկական տներ եւ այդ ամեն ինչի համար մենք եթե համախմբված չլինենք չենք արժանանա նորից գնալ այնտեղ ես շնորհակալ եմ Տիրոջ որ այս պատկամները մեզ տալիս է որ մենք հասկանանք ընկալենք վերլուծենք եւ հավատանք կրկին ու կրկին մեր ուժերին բան ինչը որ մեզի տրված է մենք ամեն մեկս չհագիրներ ենք որ կարողանանք շարունակել եւ այնինչ որ կիսատ մնաց Շուշիում շարունակենք միասնաբար Նարեգացի արվեստի միությունը ըստ իր ավանդույթի անպայման ուզում է նվերներ ընծայել, կիսվիլ եւ քանի որ Արցախը կանչում է գրքույկը ինքը ամենալավ նվերն է այսօրվա սկսենք նվերները ուզեմ հրավիրել քանի որ Լուսինեն բավական լուրջ աշխատանք է տարել այս ամեն ինչի մեջ եւ ինքը աշխատել է շատ արժեքավոր մարդկանց հետ ես կփոխանցեմ իրեն խոսքը որ ինքը առաջին նվերները սկսի փոխանցել Եվ շնորհակալ եմ բոլոր ներկաներին։ Ուզում եմ իմ գետնատարած շնորհակալությունը հայտնել Պարոն Հարությունյանին, Ալինա Փահլևանյանին, Մարիանա Տիգրանյանին, Արմեն Սարգսյանին, աջակցելու, օգնելու, որպեսզի այս գրքույկը լույս տեսնի։ Շնորհակալ եմ, հպարտ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ հնարավորություն են ծրվել ձեզ հանդիպել, լինել ձեր ուսանողը, աշխատել, ձեզանից սովորել դա ինձ համար մեծ նվեր է, Աստված պահապան բոլորիս։ Պարոն Սարգսյան, սա իմ փոքրիկ նվեր ձեզ, շնորհակալ եմ։ Սամվել ջան, մեր տաղանդավոր նկարիչին հրավիրենք, Սամվել ջան եկեք, մոտեցեք։ Վովա ջան, մոտենաս։ Վարան ջան, մոտենաս։
Լուսինե ջան, գիտեմ որ դու գունես, բայց ոչինչ, մի հատ էլ կարելի է։ Քանի որ ուղղակի կուզեմ մի հատ անակնկալ անել, գիտեք, կան նաև մարդիկ Շուշիի Նարեկացի պատմության մեջ, որ լինելով ուրիշ բոլորովին մասնակիտության մեջ, միանգամից հայտնվել են կամ ցանկացել են, ինձ դիմել են, ասել են, որ ես կարող եմ փոքրիկ երեխաներու հետ աշխատել եւ իրենց բուժել։ Ասում եմ, խնդրեմ, եկեք։ Եվ իրենք եկել են, երկու մասնակիցներ, ապրել են Շուշի Նարեկացիում, ինքը կասի, չեմ դեմ, 2-3-4 շաբաթ եւ երեխաների հետ աշխատել են եւ իրենց բավական լուրջ օժանդակություն են ցուցաբերել։ Կուզեմ հրավիրել Անահիտ Հակոբյանին եւ նվիրել իրեն այս դեպի կնդեղ ապրել ու երեխաների հետ Շուշի երեխեքի հետ բուժել են։ Մի խոսք միայն կներեք, Նարեկ Հարությունյանը շատ մեծ պարգև ու նվեր է իմ կյանքում, տիրոջ կողմից ընդհանրել եւ մեր ազգին։ Արդեմ ջան, բոլորն ստանալու են, լավ քեզ վերջում պահենք, ոնց ուզես։ Երաժիշտներ, մեծ մասը մասնակցել է, եթե նոր երաժիշտներ կա կապ չունի, դուք մասնակցել եք այսօրվա Արցախը կանչում է արարողության։ Եվ ինձ համար մեծագույն հաճույք է ամեն մեկուց նվիրել այս քրքրիկը։ Մեր կամանչարներն են Էրիկը, Ալենը, Արգինեն և Արմանը։ Սանդուրը հավային մեր չկնար Մարինեն։ Հայկական նվագարաններ են, որոնք ոչ մի ազգ դեռ չի կարողացել մեզանից գողանալ, փոքր բամբիր և մեծ բամբիր կողքը։ Փոքր բամբիրը նվագում է մեր կանոնարարի Մարգարիտը, որը մեծ սիրով փոխեց և նվագում է փոքր բամբիր և մեծ բամբիրը Լիլիթ Խաչունցը։ Այստեղ ինքնով նստած են Արցախից երկու երաժիշտներ, ուրեմն երբ որ Արցախից իրենք եկան կոնսերվատորիա ընդունվելու և ցանկություն հայտնեցին Նարեկացի նվագախումբ նվագելու, ես իրենց ասեցի, որ ավարտելուց հետո դուք անպայման դի վերադառնաք Արցախ, որպեսզի թարի ավանդույթը զարգացնենք և շարունակենք, կարծում եմ մի օր դա անելու են իրենք։ Տաթևը և ինչի է կամատենք։ Տաթևը և Թադևս, ասում եմ տատ և տատ իրենց։ Կանոնավորիներն են հաջորդը, Անուշիկ են տվեց, հենց նոր, Արեգն ասում են, Արևիկը, և Էդիտան։ Մեծ սիրով եմ բոլոր աշխատել, հավատացել, մեծ սիրով։ Բանակից նոր է վերադարձել մեր կորը, հարվածային մեր կորը, դոքտոր Միքայելն է նստված, տապահար, և տողոլը նվագախումբի սիրտն է, մեր Էդգարը, տեստարարություն։ Ոտքի կարմի հլը, ոտքի կարմի, արդին են մեր ռուս ուդահարին է, Զորայջան, ոտքի մեր բանաստեղծ ուդահարին է, Եթե վիշարկում փողայիններն է, ոտքի կարնենք թող տեսնենք բոլորին։ Մարոն, ոտքը Հայկազը, Դուդուկարների շարունակությունը այսպես ժիրայրն է Հիմաստանում,
Հովիկը, Վարդանը և Տիգրանը։ Եթե վիշարդում մեր պասպանբիր նվագողն է, իդեպ մեր միակ նվագարանն է, որ եվրոպականն է, մեծ ուրախություն կլինի, եթե պասպանբիր կարողանանք ձեռք բերել, միակ նվագարանն է նվագախմբում, որ եվրոպական է, մնացած բոլորը ազգային հայկական նվագարաններ են։ Եթե լավ վարպետ ճարեցինք, կարողացանք մեթոդը գտնել, պասպանբիր պատրաստել, այդ մի նվագարան են կտարնա հայկական։ Գուրգենն է մեր Սանտուգահար է կոնսերվատորային, բայց մեր նվագախմբում կոնտրաբաս են նվագում։ Եվ Բլուլահարը Հարություն Ագնոցները մեր տղան է, կողքը արցախցի մեր տղան է, այն որ լուսում են հարցեր էր տալիս, ասում էր թե ով է, արցախցի տղան է պատասխանում, և ինչի համար բոլորը սկսեցին խմբում ժտալ, որովհետև վերջն է կանգնած, ինքը սովորաբար շատ մեղմ է ասում, ինքը բարձր ասեց, որպեսզի դուք լսեք, և դրա վրա այդ խոսքի վրա բոլորը ժպտում են։ Գագիկն է մեր, Թավշիրի է նվագում։ Եվ վերջում մեր մահերն է, մեր հրաշքը, մեր շվիայալը, որ իրեն ասել է արդեն մերջում։ Ես խոնարհում եմ բոլորիդ անկեղծ նվիրումի համար, ազգային երաժշտության համար, կապ չունի ռեգիոնը, բոլոր ռեգիոնների համար են անկեղծ նվագախումբը աշխատում։ Ես հավատացեք մի քանի անգամ պետական նվագախմբերի ղեկավար եմ առաջարկել, ես ոչ մի հայտարարում եմ հիմա էլ, եթե տեսնեք անօտան կտակ ինձ, որևէ կոլեկտիվ ուզում է հազարապատիկ ավել աշխատավարձ առաջարկեմ, ես ես ընտանիքը չեմ թողնի գնալ, որովհետև իրենք պատականություն չեն կատարում, իրենք սրտանց նվագում, դրա համար ես չեմ ինչքան աստված հնարավորություն։ Քնար երգչախումբ, մենք ձեզ չենք մոռացել, ու սկսում ենք ձեզ, խենեցե երգը, որ լսեցիք, ժողովուրդ, նաև կգտնեք ձայնակության մեջ, գրքույկի մեջ, և հիմա պիտի հրավիրենք մեր հերոսներին, մեկ առ մեկ, որ ներկայանան և ստանան իրենց նվերները, դու փոքրիկ, ամենափոքրիկ, Դավիթն է ինքը, Դավիթ, արի, Դավիթ Վարժապետյան, հետո ամենափոքրը ով է, արի, Ավետ Գարթանյան, 6 տարեկան, Ռամեցեք, օրիորդ, Նարիկ Հարթունյան, 8 տարեկան, Մարյանա Հարությունյան, 6 Կարապետյան Գայանե, 9 տարեկան, Դավիթ Խաչատյան, 7 տարեկան, Աստված ձեզ բոլորիդ պահապան, երևեք։ Մանու Այդինյան, 8 տարեկան, Վերի Գաբրիելյան, 9 տարեկան, Նովա Հարթունյան, 10 տարեկան, Լինա Մաթևոսյան, 10 տարեկան, Նվարդ Մկրտչյան, 15 տարեկան,
Էվա Գասպարյան 14 տարեկան։ Ժոզեֆ Չիլիշյան 11 տարեկան։ Չիլիշյան Ալիկ 11 տարեկան։ Արզումանյան Ալա 16 տարեկան։ Հարգելի ներկաներ, ես չէի կարող անտարբեր լինել, այսօր ես շատ հուզված եմ, ներկայանալով որպես Արցախի այա, իմ կերպարը կերտել եմ Արցախի այա և դրա համար ես վաստակել եմ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչումը։ Այսօր ես շատ հուզված եմ այն պատճառով, որ այս հսկայական աշխատանքը կատարվել է, ես անչափ շնորհակալ եմ Նարեկացի մշակութային կենտրոնին, մեր սիրելի, մեր հարգարժան, իմ հին ընկեր, Գանձասար խմբից մենք միասին աշխատել ենք Արտեմ Խաչատուրին, որն ծանոթ է արցախյան երգերին, չէ Արտեմ ջան, մենք միասին կատարել ենք արցախյան երգերը, և ես ներկայացնելով արցախյան երգերի մեկնաբան լինելով, այսօր ես այնքան ուրախ եմ, որ Լուսինեին ընձեռնվել է այս հսկայական աշխատանքը և Լուսինե ջան, շնորհավորում եմ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, ես քեզ բարի ճանապարհներ եմ մաղթում դեպի արվեստի մեծ բեմեր և արցախյան երգերը ներկայացնես պատշաճ գեղեցիկ։ Այս հնարավորությունը գրեթե ես անկեղծ ասեմ, Արտեմ ջան, որ միասին աշխատել ենք, գրեթե ինձ այդպիսի հնարավորություն չի ընձեռնվել, բայց քեզ ընձեռնվել է, դու պետք է շատ հպարտ լինես, որ քո կողքին այսքան մարդ է եղել և դու կարողացել ես այս գեղեցիկ երեկոն մեզ պարգևելու։ Շնորհակալ եմ, բոլորիդ շնորհակալ եմ, ձեզ շնորհակալ եմ, ես գեղեցիկ խումբը Արտեմ Խաչատուրի երաժշտությունը, նա շատ բարձրակարգ երաժիշտ է, էնուսնականներից գիտեմ ես իրեն, իմ երգերի շատ երգեր ինքն է, և ձայնագրել, և գործիքավորել, հրաշալի մարդ, հրաշալի երաժիշտ, ինչպես կարելի է Լուսինե ջան այսպիսի մարդու հետ, այսպիսի խմբի հետ շարունակել և բարձր բեմերի չհասնել։ Հաջողություն ձեզ, բարի երգ, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ։ Միքայելին մորացանք, չէ, ժողովուրդ։ Թե չմորացանք։ Ժողովուրդ, եկեք բաժանվենք այն մտքով, որ ամեն ինչ այստեղ, որ կատարվեց այսօր, մի օր էլ կատարենք Շուշիում։ Քաչ գիտակցենք, որ այն ինչ որ ընդհատվեց այնտեղ, չարի կողմից, դրա շարունակության չհագիրները մենք ենք։ Չթողենք, որ այդ լույսը մարի և մանավանդ երաժիշտները և երեխեք, երբ որ երգում եք,
երբ որ կատարում եք, երբ որ մատուցում եք, երբ որ գիսվում եք, երբ որ այդ լույսը փոխանցում եք, իմացեք, որ այդ լույսը գալիս է վերևից եւ վերևում կան մոնտեները, այն տղեկը, որ Արցախի հողի վրա զոհվեցին, եւ երբ որ իրենք զոհվեցին, այդ բահին իրենք սիրով զոհվեցին, այն մտքով զոհվեցին, որ իրենք նվիրում են իրենց ամեն ինչը, իրենց կյանքը, իրենց վերջին շունչը, իրենց հայրենիքին, եւ երբ որ տեսնում են, որ այդ ամեն ինչը ունի շարունակություն, վերևից շփտում են, որտեղ կան ուրիշ արարքներ, որոնք երբ որ իրենք տեսնում են վերևից ամաչում են։ Բայց դա չարի գործն է, մենք չարի հետ գործ չունենք։ Մենք բարիին ենք ծառայում, Աստծուն ենք ծառայում, եւ դուք ամեն մեկը այդ լույսով եք։ Այդ մտքով բաժանվենք իրարից, այդ հավատքով Ես շնորհակալ եմ այս ամեն ինչի համար, առաջին հերթին որ Տիրոջ, Փառքը Տիրոջն է եւ ամեն մեկուդ։ Առաջ Աստված։